հարցս դարձյալ ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանին։ Տիկին Անդրեասյան, նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, մասնավորապես մանկավարժների և ուսուցիչների սոցիալական երաշխիքների ավելացման և դրանց պաշտպանության հարցում, դրանցից մեկն էլ վերաբերում է երթևեկող ուսուցիչներին, որոնք ապրում են X համայնքում, բայց աշխատում են Y համայնքում, և մենք այստեղ ունեինք երթևեկող ուսուցիչների ճանապարհածախսի փոխհատուցում։ Վերջերս կարծես խնդիրներ են առաջացել այս համակարգում և նամակներ եմ ստացել, ուսուցիչները հետաքրքրվում էին, արդյոք անժամկետ է չեղարկվել այս ծրագիրը, թե որոշ խնդիրներ կան, որոնք պետք է վերանայվեն, և երկրորդ հարցս վերաբերում է հանրության մեջ հայտնի մանկավարժական թոշակին, որը տրվում էր որոշակի մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչներին և մանկավարժներին, քանի որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջերս կենսաթոշակի տրամադրման գործընթացում որոշակի բարելավումներ էր կատարել, դարձյալ ուսուցիչների շրջանում այս հարցը, այսպես ասած, բարձրացել է, նրանք ցանկանում են իմանալ կրթության լիազոր մարմինը արդյոք ունի որոշակի դիրքորոշում նաև այս հարցում։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խնդրեմ տիկին նախարար։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, հարցերի համար դուք ճիշտ եք, պետությունը ունի հատուկ ծրագիր, որն ուղղված է փոխհատուցելու ուսուցիչների տրանսպորտային ծախսերը այն պարագայում, եթե ուսուցիչները այլ բնակավայրից են երթևեկում տվյալ բնակավայրի դպրոց դասավանդելու, եւ սա ունի մի պարզ նպատակ ապահովելու ուսուցիչների հասանելիությունը բոլոր բնակավայրերում, եւ իհարկե այս համակարգը կարող է արդյունավետ եւ նպատակային լինել, եթե դրա բոլոր մասնակիցները ազնիվ են, չեն խեղաթյուրում տվյալները եւ օգտվում են այն ծրագրից, որից պիտի օգտվեն։ Երբ որ մենք իրավապահ մարմիններից ստանում ենք տվյալներ, որ փոքր գյուղական համայնքում բնակվող ուսուցչի վերաբերյալ առկա է տեղեկանք, որ օրինակ ինքը բնակվում է ոչ թե այդ գյուղում, այլ բնակվում է Երևանում, եւ այդ տեղեկանքի հիման վրա այդ ծրագրի շահառուչը հանդիսացող ուսուցիչը 2 տարի շարունակ ստացել է պետական միջոցներ, որոնք իրեն հատկացված չէին, այստեղ պետք է առաջին հերթին մեր բոլոր տնօրենները եւ այս ծրագրից օգտվող ուսուցիչները եւ մյուս ուսուցիչները իրենց հարց տան, ինչքանով են իրենք ազնիվ ու բարեխիղճ պետության նկատմամբ։ Եվ բնականաբար ծրագիրը չի չեղարկվել, բայց ծրագիրը կարող է շարունակվել ֆինանսավորվել միայն համալիր ստուգումից հետո։ Եվ ես կարծում եմ սա սկզբունքային հարց է, հատկապես սկզբունքային եմ համարում կրթության ոլորտում։ Եթե մենք երեխաներին սովորեցնում ենք, որ ազնվությունն ու անկեղծությունը կարևոր արժեքներ են ու մենք մեզ այլ կերպ ենք պահում, ինչպես ենք մեզ պահում, այ դա է նրանց սովորեցնում, ոչ թե դասերին մեր պատմածը։ Հետևաբար սա շատ սկզբունքային հարց է, մենք նաև դիմել ենք մեր գործընկերներին, որպեսզի մեզ աջակցեն հնարավորինս արագ այս տվյալները ստուգել։ Իհարկե բոլոր այն ուսուցիչները, որոնք ըստ պատշաճի եւ բարեխիղճ են օգտվում ծրագրից, կշարունակեն դրանից օգտվել, իսկ բոլոր այն ուսուցիչները, որ չպիտի լինեն այդ ծրագրում, այլևս չեն դառնա շահառու։ Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած երկրորդ հարցին, մանկավարժական թոշակին, ասեմ, որ սա բավականին տևական ժամանակ է, որ չի գործում եւ կապված է կենսաթոշակային ոլորտի փոփոխությունների հետ եւ ուսուցիչների երաշխիքների եւ սոցիալական պաշտպանության համակարգի խնդիրները կարեւորելով մենք առաջիկայում նախաձեռնելու ենք ուսուցչի կարգավիճակի մասին առանձին օրենքի մշակումը, որը հնարավորություն կտա մեկ ամբողջական փաթեթի մեջ հավաքել ուսուցիչների պաշտպանության տարբեր գործիքակազմերը, որոնք այսօր էլ քիչ չեն պետության կողմից, եւ այդտեղ կտեսնենք, թե ինչ բացեր կան եւ միասին կքննարկենք նաեւ հնարավոր հավելյալ աջակցության ծրագրերը։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, համեցեք։
Շնորհակալ եմ տիկին նախարար, անկեղծ ասած այդպիսի մտավախությունները ինքս ունեի, երբ հենց նամակները ստացա, հասկացա, որ էլի ինչ որ մի բան, ինչ որ միտեղ այնպես չի գնացել։ Շնորհակալ եմ համապարփակ պատասխանի համար եւ մյուս հարցս տիկին նախարար վերաբերում է Պրոշյանի դպրոցին։ Պրոշյանը արագ տեմպերով մեծացող համայնք է եւ այսօրվա տվյալներով Պրոշյանի միջնակարգ դպրոցում սովորում են շուրջ 800 աշակերտներ 3 հերթով, որովհետև դպրոցը ներառված է կառավարության 300 ծրագրի եւ 500 մանկապարտեզի այս կառուցման կամ հիմնանորոգման ծրագրերում, բայց խնդիրը հետեւյալն է, որ կարծես թե համայնքը չունի համապատասխան հող, որտեղ որ հնարավոր է դպրոցը կառուցել։ 3 տնօրենի հետ իմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ դպրոցին կից կա կարծես թե շենքշինություն, կիսակառույց, որը եթե հասկանանք համայնքապատկան է կամ ինչ-որ ֆիզիկական անձի է, հնարավոր է այդտեղ դպրոց կառուցել։ Նաև այս մասով կցանկանայի ձեր կարծիքը իմանալ, որևէ լուծում տեսնում ենք, թե չէ։ Ասեմ, որ մենք շատ երկար զբաղվում ենք այս հարցով եւ պետք է նույնիսկ նշեմ, որ մեկ անգամ մրցույթը կայացել է դպրոցի կառուցման, հողատարածքը փոքր է եղել եւ հնարավոր չի եղել այդ նախագիծը տեղակապել այդ տարածքում։ Հիմա նաեւ քաղաքաշինության կոմիտեի գործընկերները որոշակի փոփոխություններ են բերում համապատասխան նորմերում, որոնք թույլ են տալու նաեւ վերանայել դպրոցների հարկայնությունը այն տեղերում, որտեղ որ մենք ունենք հատկապես տարածքի սահմանափակում, սա շատ լուրջ խնդիր է նաև Երևանի պարագայում, այս պահին մեր նորմերով դպրոցների համար առավելագույն հարկայնությունը 3 հարկն է եւ սա հնարավորություն կտա, որ օրինակ մենք քառահարկ շինություններ ունենանք, որը թույլ կտա ավելի փոքր հողատարածքի վրա ունենալ նաև նման հնարավորություն այդ դպրոցները կառուցել։ Սա լրջագույն խնդիր է նաև Երևանի դպրոցների համար, որոնք վատ վիճակում են, բայց հողատարածքը չի բավարարում, որպեսզի նոր դպրոց կառուցի։ Իրականում մենք Պրոշյանում 2 դպրոց ենք պատկերացնում, որ պետք է լինի, որովհետև դա, ինչպես նշեցիք, զարգացող բնակավայր է եւ այդտեղ իսկապես լուրջ խնդիր կա եւ այս հարցով զբաղվում ենք, հուսով եմ, որ առաջիկայում մեր գործընկերների հետ միասին լուծում կտրվի։ Շնորհակալություն։